անսահման սիրո եւ ողորմության մեզ համար խիստ թանկ է Տեր քո ներկայության մեջ մնալը եւ քո ներկայությամբ առաջնորդվելը Ես երկրային Տեր պանդխտության կյանքի մեջ մեր միակույսը եւ ապավինությունը բոլոր օրերում եւ բոլոր ժամանակներում դու ես։ Եվ մենք չունենք ուրիշ ապավինություն եւ ուրիշ հույս։ Եվ մեր հայացքը եւ մեր սրտերը Տեր ուղղված են դեպի քեզ եւ մեր կյանքը Տեր ամբողջությամբ փափագում է քո ջրերին, քո հիասքանչ գետերին։ Սուրբ Հոգի մեր սրտերը լցրա քո հայտնությամբ, մեր սրտերը լցրա քո խաղաղությամբ եւ քո ուրախությամբ։ Եվ դու մեր սրտերի մեջ ձևավորվի երկնքի արքայության այն ողջ փառքը եւ տեսիլքը, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է մեզ։ Եվ թող այդ ամենի մեջ միայն մի բան տեղի ունենա, քո անունը փառավորվի եւ քո անունը մեծարվի մեր ապրած կյանքի մեջ։ Շնորհակալ ենք քեզնից այսօրվա համար, այս հնարավորության համար եւ այս ժամանակի համար։ Եվ թող այս ամեն բաները ծառայեն քո անվան եւ քո փառքի համար։ Սիրելի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն ու ամեն։ Մեկ անգամ եւս ողջունում եմ ձեզ, Տեր օրհնի, բարևներ Հայաստանից, Տերը բոլորդ անշուշտ ապրում եք ոչ հայրենիքում, բայց թերևս հայրենիքում չեք, բայց Տիրոջ արքայության մեջ եք։ Եվ սա ամենակարևորագույն բանն է, որ մարդը ինքը զգա իր Աստծո արքայության մեջ եւ տեսնի իր Աստծո տան մեջ եւ ամեն ձև թույլ տա, որ Սուրբ Հոգին իրեն ուղեկցի այս երկրային բանդխտության, որտեղ մենք մեր տունը, մեր բնակարանը այս երկրի վրա չի, մենք բնակարան ունենք երկնքում։ Տեր Հիսուսը ասեց, որ եթե այդպես չէր, ես կասեի, որ գնում եմ ձեզ համար բնակարաններ պատրաստելու, բայց այդ բնակարանները արդեն կա պատրաստված եւ այդ բնակարանները սպասում են իրենց տերերին։ Եվ դա Աստծո ժողովուրդն է, դուք եք եւ ուշ թե շուտ մենք կմիանանք այդ երկնային օրհնություններին եւ ամեն մեկս կվայելենք այն բոլոր խոստումները եւ այն բոլոր ժառանգությունը, որ տրված է մեզ։ Բայց պայմաններ կան քրիստոնյաների առջև դրված։ Զգուշացումներ կան Սուրբ Գրքում։ Այս բոլոր պայմանները, զգուշացումները խոսում են մի բանի մասին, որ թերևս մենք ունենք փրկություն, ունենք վերստին ծնունդ, բայց հավանականություն կա, որ փրկվածներից ոմանք կորցնեն իրենց փրկությունը։ Կորցնեն իրենց, ասենք, այն խոստումները, խոստացվածը, որ տրված է իրենց Աստծո կողմից։ Դրա համար մենք այս երկրային մեր կյանքի մեջ 3 կարևորագույն բան ունենք անելու, որ պարտավոր ենք անել։ Եվ եթե սա չանենք եւ մատերի արանքով նայենք այս ամենին, թերևս շատ վատ կավարտվի մեզ համար մեր ընթացքը, մեր ճանապարհը։ Որոնք են այդ 3 կարևորագույն բաները, որ մենք պետք է անենք ամեն օր։ Մենք բարի պատերազմ ունենք պատերազմելու, որովհետև թշնամի ունենք, խավար, դիվական ուժեր, եւ մեր պատերազմը պետք է եղնի շատ սաստիկ եւ անզիջում, առանց կոմպրոմիսի, որովհետև այսօր որ նայում ես ինչ է կատարվում եկեղեցիներում եւ ինչ են անում հավատացյալները, ուղղակի սիրտը ցավում է, որովհետև այսօր աշխարհը այնքան է խոր մտել եկեղեցի եւ քրիստոնյաների սրտի կյանքի մտքի մեջ, որ չես հասկանում որտեղ է աշխարհը, որտեղ է քրիստոնյան։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է, որ մենք պետք է մեր այդ բարի պատերազմը պատերազմենք եւ ընթացք ունենք, որ պիտի գնանք։
Եվ այս ընթացքը շատ հարցեր ա լուծում, որովհետև այդ ընթացքի մեջ ա երևում ով ա, որովհետև եթե մենք պատերազմում ենք, ուրեմն մենք ճիշտ դիրքի մեջ ենք, եւ եթե մենք մեր ընթացքը պահում ենք, գիտեք գնացքը ռելսերի վրա դրած է, եթե գնացքը ռելսերից ընկնում է, այդ գնացքը շուռ ա գալիս, դա չի կարող առանց ռելսերի առաջընթաց ունենա, առանց գծերի չի կարող առաջընթաց ունենա։ Քրիստոնյան պետք է դրված եղնի միշտ իր հոգևոր ռելսերի վրա, իր ասենք այդ ընթացքի վրա։ Հակառակ դեպքում, եթե հանկարծ ընկնում է աճ կամ ձախ, այդ գնացքը ենթարկվում է կատաստրոֆայի։ Այսինքն ամեն բան փչանում է, ամեն բան կործանվում է։ Ուրեմն մենք ընթացք ունենք, հավատքի ընթացք ունենք, որ պիտի գնանք, եւ այս ընթացքը շատ կարևոր է քրիստոնյաների համար, որովհետեւ այդ ընթացքի մեջ է, որ ձևավորվում է քրիստոնյայի ինչպիսին լինելը, ով է ինքը, որովհետեւ պատերազմ եւ ընթացք եւ ամենակարևորագույնն է այս ամենի մեջ հավատք պահելը, եւ ասում է հավատքս պահեցի։ Այս սա խիստ կարևոր է, որ այս երեք դրսևորումները ամեն քրիստոնյա իր կյանքի մեջ կատարի։ Պատերազմի ընթացք գնա եւ հավատք պահի։ Եվ մենք քանի որ որոշել ենք խոսել Սուրբ Հոգու պտուղների մասին, սա խիստ կարևոր է, որովհետեւ եթե մենք չխոսենք Սուրբ Հոգու պտուղների մասին, մենք անցած տարի եթե հիշում եք, ես պարգևների մասին խոսեցի Սուրբ Հոգու պարգևների, բայց այս տարի որոշել եմ Սուրբ Հոգու պտուղների մասին խոսեմ, որովհետև քիչ կարևոր չի Սուրբ Հոգու պտուղները, որովհետև պարգևները լավ են, բայց եթե պտուղներ չունի քրիստոնյան, ուրեմն շատ կարող է վատ վերջանա այդ քրիստոնյայի համար։ Ուրեմն Սուրբ Հոգու պտուղները այդ հասկացողությունը Սուրբ Հոգու պտուղներ հասկացողությունները ինքը բնորոշում է քրիստոնյայի ով լինելը, ինչպիսի լինելը, որովհետև եթե մենք ուզում ենք քրիստոնյային տալ բնութագիր, ինչպիսին է այդ քրիստոնյան, իրոք ինքը լավ քրիստոնյա է, թե այդքան էլ լավ քրիստոնյա չի, ապա այդ լավը վատը բնութագրողը այդ քրիստոնյայի հոգու պտուղներն է։ Եվ եթե կան այդ հոգու պտուղները այդ քրիստոնյայի կյանքի մեջ, ապա մենք կարող ենք համարձակ ասել, որ այդ քրիստոնյան ինքը այդ պտուղները ցույց են տալիս, որ ինքը իրոք քրիստոնյա է։ Որովհետև եթե այդ պտուղները չլինեն, ապա այդ պտուղների բացակայությունը միայն մի բանի մասին կարող է խոսել, որ այդ քրիստոնյան այդքան էլ հաջող քրիստոնյա չի։ Որովհետև մենք պետք է խիստ ուշադրություն դարձնենք Սուրբ Հոգու պտուղների վրա։ Ինչի համար, որովհետև ծառը իր պտուղներից է, որ ջոկվում է, ով է ինքը։ Եթե մի հատ ասենք գնաս ծառի տակ, խնձորենու տակ, մեկ էլ հանկարծ կաշտան տենաս, բայց չես ասի այ խնձորենի, ես կաշտան բերել, կաղին բերել, մենք ցանել ենք ես, որ դու կաղին բերես, չէ։ Մենք ոչ չենք ցանել, որ խոզի կերակուր բերես, մենք ցանել ենք, որ խնձոր բերես, որ քո այդ բերքը, բարիքը դնենք, մենք ուտենք, վայելենք։ Այդպես է քրիստոնյաները իրանք պետք է ասենք բնորոշվեն, բնութագրվի իրանց քրիստոնյա լինելու կյանքը, վիճակը միայն ու միայն պտղաբերությամբ եւ պտուղներով։ Ինչպիսի պտուղներ են բերում քրիստոնյաները, սա խիստ կարևոր է եւ խիստ անհրաժեշտ է, որ ամեն վերստին ծնված քրիստոնյա ինքը իրան քննի, իր անձը քննի եւ ինքը մի հատ տեսնի, ինչ պտուղ է ինքը ամեն օր բերում, ինչպիսի պտուղներ է ինքը բերում։ Եվ եթե ասենք այդ քրիստոնյան ինքը իր անձը քննելով տեսնում է, որ այդքան է հոգու պտուղները չի համապատասխանում իր կյանքին, ապա այդպիսի քրիստոնյան մտածելու, լուրջ մտածելու բան ունի, որովհետև միայն ու միայն մեր պտուղներն են բնութագրում, բնորոշում մեր ով լինելը։ Քրիստոնյա ենք, իրոք Աստծո հետևորդներ ենք, Քրիստոսի հետևորդներ ենք, թե ոչ։ Դրա համար Սուրբ Հոգու պտուղ արտահայտությունը, որ գրված է Գաղատացիների գրքի մեջ, սա այլաբանական խորհուրդ ունի եւ մենք պետք է այլաբանական խորհուրդը հասկանանք, որովհետեւ
նա շատ պատկերավոր արտահայտում է Սուրբ Հոգու, ասենք, կենսակերպը, նրա հատկությունները, որոնք են, ասենք, այդ Սուրբ Հոգու հատկությունները, այդ կենսակերպը, նրան ինչ հատկանիշներ են բնութագրում, բնորոշում, եւ այդ հատկանիշներն է, որ ասենք, ինքը երկնքից բերել է երկիր վերստին ծնվածի համար։ Եթե որևէ մեկը իրան համարում է, որ ինքը Աստծո հոգուց ծնված է, վերստին ծնված է, ուրեմն Աստծո հոգին եթե ապրում է իր մեջ, ուրեմն Սուրբ Հոգին իր մեջ չի եկել հենց դենց ապրելու, Սուրբ Հոգին եկել է իր մեջ ապրելու, որպեսզի այն հատկանիշները, որ կա իր մեջ, այդ հատկանիշները դրսևորվի եւ մեր մեջ, վերստին ծնվածների կյանքի մեջ, որովհետեւ հենց դենց ասենք քրիստոնյա չի եղնում, հենց դենց վերստին ծնված մարդ չի եղնում, վերստին ծնվածները պետք է ունենան նույն հատկանիշները եւ նույն հատկությունները, որ ունի Սուրբ Հոգին։ Եվ Սուրբ Հոգու, ասենք, հենց այդ պտուղները են հատկանիշներն են, կամ այն պտուղը, մենք երբ որ կարդում ենք Գաղատացիս 5-րդ գլուխը, մենք տեսնում ենք, որ այս գրքի մեջ բերեք կարդանք եւ տեսնենք ինչպես է Պողոս Առաքյալը, ասենք, բնորոշում, որպեսզի արագ եղնի օգտվենք կոմպյուտերից, ինտերնետից։ Ուրեմն Հոգու պտուղը այս է, հոգու պտուղը այս է։ Ուրեմն նախ այն, որ հոգու պտուղը այս է, չի ասում հոգու պտուղները, ասում է հոգու պտուղը այս է։ Ուրեմն եզակի է կարծես թե Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում Սուրբ Հոգու պտուղը։ Մենք իհարկե հասկանում ենք, որ սա մի պտուղի չի վերաբերվում, սա վերաբերվում է պտուղների, բայց ինչու է պտուղ ասում, մի փոքր ուշ ես կփորձեմ տալ սրա բացատրականը։ Հոգու պտուղը այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարիություն, հավատ, կեզություն, շուշկալություն։ 9 պտուղներ, որոնց մասին խոսում է Սուրբ Գիրքը եւ ասում է այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Շատերը մտածում են, որ օրենքը, եթե ես ապրում եմ նոր կտակարանով եւ ապրում եմ շնորհի դարաշրջանում, օրենքը իմ կյանքում էլ գործ չունի եւ ընդհանրապես ես օրենքի ժամանակահատվածի մեջ չեմ ապրում, շատ այսօր նոր քարոզիչներ կան, իրանք շնորհի, իրանց համարում են շնորհի քարոզիչներ եւ իրանք ընդհանրապես օրենքը փորձում են դնել մի կողմ եւ ընդհանրապես օրենքը փորձում են անտեսել եւ այդ օրենքի անտեսությունը իրանց համար կարող է շատ խիստ իրավիճակի հասցնել իրենց կյանքը, ինչի համար, որովհետեւ օրենք չկա նրանց համար, ովքեր Սուրբ Հոգու, ասենք, հենց այս պտուղներով ապրում են։ Եթե Սուրբ Հոգու պտուղներով չես ապրում, սա հասկանալի է ինչ եմ ասում։ Եթե Սուրբ Հոգու պտուղներով հոգևոր մարդը չի ապրում, այսինքն դա ինչ է նշանակում։ Եթե ինքը չի ապրում սիրո մեջ, եթե ինքը չի ապրում ուրախության մեջ, խաղաղության, համբերության, քաղցրության, բարիության, հավատքի, հեզության, ժուշկալության մեջ, ապա այդ մարդու անմիջապես կողքը կարող է հայտնվել օրենքը եւ դատապարտի իրան, որովհետեւ ինքը շնորհի այդ ողջ փառահեղ պտուղները չի կատարում եւ չի իրագործում իր կյանքի մեջ։ Պտուղների բացակայության, Սուրբ Հոգու պտուղների բացակայության դեպքում, եթե այդ քրիստոնյայի կյանքում գործում են, լավ, ի՞նչն է գործում։ Եթե Սուրբ Հոգու պտուղը չի, նրա հակառակը կա։ Եվ որոնք են այդ հակառակ գործոնները, որ կարող են դրսևորել մարդու, ասենք, կյանքի մեջ։ Հայտնի են մարմնի գործերը, ուրեմն հոգու գործերը մենք հոգու պտուղները ասում ենք 9-ն են, բայց որոնք են մարմնի գործերը։ Հոգու պտուղների բացակայության դեպքում գործում են մարմնի պտուղները, որոնք են դրանք։ Մարմնի պտուղները սրանք են, գործերը սրանք են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գժություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանումներ, չարամտություն, սնապարտություն, սպանություն, հարաբերություն, հարբեցողություն, անառակություն եւ այլն, ինչ սրանց նման է։ Ուրեմն սրանք
մարմնի գործերն են եւ սրանք մարմնի պտուղներն են, մարմնավոր մարդու պտուղներն են, որոնք որ կարող են դրսևորվել։ Եթե սրանք են գործում, օրենքը սրանց հետ գործ ունի անելու։ Օրենքը սրանց դատապարտելու իրավունք ունի, ինչի համար, որովհետև այս մարդիկ մարմնով են ապրում, մարմնավորապես են ապրում։ Եվ չի կարելի ասենք շահագործել եւ չի կարելի ասենք մանիպուլյացիայի ենթարկել շնոր հասկացողություն ասելով թե ես շնորհի տակ եմ, ինձ դատապարտություն չկա, տենց բան չկա, դատապարտություն կա բոլոր նրանց, ովքեր որ շնորհի, այսինքն ինչ է շնորհի պտուղ, շնորհի պտուղները սրանք են սեր, խնդություն, խաղաղություն, քաղցրություն, ամպերություն, երկայնամտություն, հավատք, ժուժկալություն, եթե սրանք չեն, ասենք քրիստոնյային ուղեկցում եւ առաջնորդում, ապա սրանց փոխարեն նախանձ, չարություն, ատելություն, սպանություն, եսիմ բաժանություններ, կռիվներ, վեճեր, հայոյանքներ են դրսևորվում ես Քրիստոս։ Օրենքը միշտ այդտեղ կայնացավ եւ օրենքը միշտ այդտեղ իր դատավորական, դատավճռական գործերը անում է։ Սա պետք է որ մենք հասկանանք, որովհետեւ չի կարելի ասենք տենց ժամանակակից ուսմունքների շնորհիվ ընկնել մանիպուլյացիայի տակ եւ այդ մանիպուլյացիա անել, որ հա ես փրկված եմ, ես արդեն շնորհի տակ եմ եւ ինձ որևիցե բան չի սպառնում։ Սպառնում է, եթե հոգու պտուղներով չենք առաջնորդվում։ Սպառնում է, եթե Սուրբ Հոգու պտուղները չեն դրսևորվում քո կյանքի մեջ։ Ուրեմն դրա համար մենք պետք է հասկանանք, որ հոգու պտուղը, այսինքն այն բերքն է, այն բարիքն է, որը ասենք հասունանում է հոգևոր մարդու կյանքի մեջ, նրա սրտի մեջ, եւ նա, ասենք այդ պտուղը հնազանդեցնում է այդ քրիստոնյային Աստծո առջև եւ ցույց է տալիս, թե ինքը ումից է ծնված, ում հատկություններով է ինքը օժտված եւ ինչպիսի հատկությունների դրսևորումներ է տեղի ունենում իր կյանքի ընթացքում եւ կյանքի մեջ։ Ուրեմն Աստված շատ խիստ մտահոգված է իր ժողովրդի գալիքի ապագայի եւ հավիտենության հարցում, այդ պատճառով ինքը մարդուն օգնում է, որ մարդը այդ իր անհանգստությունները ասենք տեղին եղնի, որովհետեւ ինքը պատահական չի, որ Սուրբ Հոգին ուղարկել է եւ ի զարմանս մեզ, որ Սուրբ Հոգին դատարկ ձեռքերով չի որ եկել է այս երկիր եւ Սուրբ Հոգին բերել է երկնքի արքայության այն բոլոր հատկանիշները եւ հատկությունները, որ կա երկնքի արքայության մեջ։ Շատ զարմանալի է, որ երկնքի արքայության այդ նույն արժեքները այսօր երկրի վրա կարա եղնի ցանկացած վերստին ծնված քրիստոնյայի կյանքի մեջ։ Եվ շատ զարմանալի է, որ քրիստոնյաները այսօր դրա մասին շատ քիչ գիտեն եւ իրաց հավատքը շատ փոքր է, քիչ է դրա կապակցությամբ։ Տերը ուզում է, որ մենք մեր մտածելաձևը մեծացնենք, երկնային մտածելաձև ունենանք եւ երկնային արժեքների հանդեպ շատ խորը համոզմունք եւ հավատք ունենանք եւ թույլ տանք, որ երկնային այդ արժեքները իրականում դրսևորվեն մեր կյանքի մեջ։ Ինչ պտուղներ ես տալիս դու, ինչ ծառ ես հանդիսանում դու։ Եվ սա ամենակարևորագույն հարցերից մեկն է, որ վերջին ժամանակներում ամեն քրիստոնյա իր կյանքի առջև, իր ընթացքի առջև պետք է դնի եւ այդ հարցերը քննարկի եւ ինքը անալիզ անի իր կյանքը եւ ըմբռնի ով է ինքը ընդհանրապես որպես քրիստոնյա։ Այդ ամենը արդյոք իր համար կրոնականություն չի, ինքը արդյոք չի ձևավորել իր կյանքի մեջ կրոնական մի հատ կերպար, մի հատ ասենք այդպիսի վիճակ եւ ցույց է տալիս, որ իբր թե ինքը քրիստոնյա է, բայց ինչի մասին է խոսում այդ քրիստոնյայի իսկական պտուղները, որոնք են քո պտուղները։ Սա կարևորագույն հարց է, որ Աստված եւ Աստծո Հոգին ուսում է, որ ամեն վերստին ծնված քրիստոնյա ինքնակնությամբ զբաղվի եւ այդ հարցերին պատասխան տա։ Ամեն։ Դրա համար Աստված հոգալով իր ժողովրդի համար ինքը այդ հատկությունները, որ կա երկնքում եւ Աստծո մեջ եւ Սուրբ Հոգու մեջ, այդ հատկությունները Սուրբ Հոգու ձեռքով եւ Սուրբ Հոգու միջոցով ուղարկել է երկիր, իսկ երկրի վրա Սուրբ Հոգին հենց աբստրակտ տեղ չի ապրում։ Սուրբ Հոգին ունի բնակարան, ունի բնակավայր, եւ այս Սուրբ Հոգու այդ բնակավայրը, որտեղ որ ինքը ապրում է, դա մեր մարմիններն է, մեր
ներսն է, մեր սրտերն է, որտեղ որ Սուրբ Հոգին ապրում է, որովհետև մեզանից ամեն մեկը ինչա տաճար է Սուրբ Հոգու։ Ուրեմն եթե մենք Սուրբ Հոգու տաճար ենք, Սուրբ Հոգին որտեղ է ապրում, այս տաճարում է ապրում, մեր մեջ է ապրում։ Ուրեմն եթե այս տաճարում է ապրում, Սուրբ Հոգին այս տաճարը ինչ է բերել է երկնքի արքայության Աստծո հատկանիշները, իր հատկանիշները բերել է մեր մեջ, ինչի համար, որ դրանք պտուղները գործեն, դրսևորվեն, ցուցադրվեն համայն աշխարհում մենք։ Ամեն այս դրա համար է եկել։ Եվ դրա համար ուրեմն մենք պետք է խիստ ուշադրություն դարձնենք Սուրբ Հոգու պտուղներին, որովհետև Սուրբ Հոգու պտուղն է, նրա դրսևորումն է միակ գարանտը, որ այդ ճյուղը չի կտրվի եւ կրակը չի գցվի, կամ այդ ծառը չի կտրվի եւ կրակը չի գցվի։ Սուրբ Հոգու պտուղը դա միայն ու միակ գարանտն է, գարանտը հասկանալի չէ ինչ է, գարանտիան է, այսինքն եթե ուզում է որևիցե մի հատ Քրիստոսի վրա աճած ծառ կամ Քրիստոսի այգում տնկված ծառ ինքը գարանտիա է ուզում, դուք համոզված եք, որ գարանտիա եք ուզում ձեր կյանքի համար, որ դուք հաստատ կրակի մեջ չեք հայտնվի։ Ուրեմն այդ գարանտիան ինչը կարա քեզ տա։ Սուրբ Հոգու ինչը պտուղը։ Ուրեմն քո պտղատվությունը քո գարանտիան է։ Սուրբ Հոգու պտուղ տալը քո կյանքի մեջ դա քո գարանտիան է։ Ես գիտեմ, պարզեմ ասում, կարողանում եմ իմ մտքերը փոխանցեմ ձեզ, որովհետև եթե մենք սա կարողանանք, ասենք, հասկանանք, ուրեմն ես եթե գարանտիա եմ ուզում, փրկված եմ, փրկված չեմ, ես կմտնեմ երկնքի արքայություն, չեմ մտնի երկնքի արքայություն, ես պետք է ուշադրություն դարձնեմ ուրեմն ինչին, իմ պտղատվությանը, իմ պտուղներին, կա իմ կյանքում արդյոք այս 9 պտուղների դրսևորումը թե չկա, Սուրբ Հոգու 9 պտուղների դրսևորումը ես ցուցաբերում եմ, ցույց եմ տալիս թե չեմ ցուցաբերում, ցույց չեմ տալիս։ Եվ սա հենց այդ գարանտիան է, որ պետք է մենք անպայման ունենանք, որովհետև Սուրբ Հոգու ասենք առնչությամբ պտուղ բառը այդ ներկայացնում է, որ օրինակ մենք երբ որ խոսում ենք պտուղ բառից, ասում ենք եզակի պտուղ, ինչի է եզակի, կամ վարդապետություններ, որ ասում են սա Սուրբ Հոգու պտուղը մի հատ է, դա սերն է, իսկ այն մյուսները, ասենք այն 8 պտուղները, դրանք սիրո պտուղներն են, բայց դա այդքան էլ այդ ձև չի, ասենք գրական տերմինը, երբ որ մենք ասում ենք այգում պտուղը հասել է, կամ ծառի պտուղը հասել է, մենք չենք ասում ծառի պտուղները հասել է, ասենք մենք գրականության մեջ հասկանում ենք, որ միշտ եզակի ձևով է դրսևորվում, երբ որ մենք խոսում ենք այգու պտուղի մասին, այգում պտուղը հասել է, չէ՞, եզակի ենք ասում, կամ ասենք ծառի պտուղը, խաղողի պտուղը հասել է, մենք նույնը ասենք այս դեպքում, երբ որ խոսքը գնում է պտուղների մասին, էլի չի ասում պտուղներ, էլի եզակի է դիմում Սուրբ Գիրքը մեզ, որ Սուրբ Հոգու պտուղ ասելով ի նկատի ունի այս 9 պտուղները, որոնք որ կան, որոնք որ այսօր փոխանցվել են մեզ, ամեն, ուրեմն այս արտահայտությունը Սուրբ Հոգու, ասենք պտուղ արտահայտությունը Սուրբ Հոգու 9 բնավորության գծերն են, 9 հատկություններն են, որ ունի Սուրբ Հոգին։ Եվ այս 9 բնավորության գծերը եւ հատկությունը մենք պարտավոր ենք հասկանալ, որ դա ուղարկված է մեզ, դրված է մեր մեջ, որպեսզի դա դառնա մեր սեփականությունը։ Այս պտուղը շատ տարբեր է, ասենք այն մյուս պտուղներից, որոնք որ կան, Կողոսացիս առաջի գլխում, ասենք 6-7-րդ խոսքերը, էլի կան պտուղներ, որոնց մասին խոսում է, մենք կարող ենք նայել Կողոսացիս գիրքը առաջի գլուխ 6-7 խոսքերը, որովհետև ես ահա ոտքի եմ հանում Քալդեացիներին այն դառն ու արագընթաց ազգ, չէ,
կներեք, ամբակումն եմ բացել, բայց որ հասավ ձեզ եւ աճում ու պտղաբերում է ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ ձեր մեջ այն օրից ի վեր երբ լսեցիք ու Աստծուն շնորհ ճշմարտությունը ճանաչեցիք ինչպես որ սովորեցիք եւ ապրասից մեր սիրելի ծառայակցից որ ձեզ համար Քրիստոսին հավատարիմ սպասավորն է ուրեմն կան ոլորտներ դա հոգու աճն է պատղատվության հետ կապված, բայց սա, ասենք, երբ որ դու աճում ես հոգևոր ընթացքի մեջ, դա այլ պտուղ է։ Կան ուրիշ պտուղներ, Եբրայեցիս գիրքն էլ ներկայացնում այդ պտուղների մասին, բերանի խոսքի պտուղներ կա, որովհետև մարդը ինքը պետք է ուտի իր բերանից դուրս եկած պտուղից։ Դրա համար շատ կարևոր է մենք ուշադրություն դարձնենք, թե մեր շուրթերը ինչ են ասում, մեր բերանը ինչ է ասում, մեր լեզուն ինչ է ասում, որովհետև մենք միշտ ուտում ենք մեր բերանի դուրս եկած խոսքերի պտուղից է։ Մարդիկ կան, ասենք, օրինակ հրեաները սիրում էին անապատի մեջ անընդհատ տրտնջալ, բողոքել, տրտնջալ, տրտունջ, բողոք, կերան այդ պտուղից, իրանց բերանի դուրս եկած պտուղից։ Անշուշտ կերան իրանց բերանի դուրս եկած պտուղից, նրանց ոսկորները, իրանք ինչ էին ասում, որն էր իրանց դավանությունը, ասում են, երանի մենք Եգիպտոսում մնայինք, երանի Եգիպտոսում մեռնեինք, երանի մեզ սպանեին Եգիպտոսում, այսինքն իրանք երանի էին տալիս Եգիպտոսին, Եգիպտոսի մահվան, Եգիպտոսի սոխին սխտորին, նրանց են խաշնամի ամաններին են մեզ նստած, որ մսի կողքը նստած ուտում էին, այդ ասենք այդ հիշողությունները, հին հիշողությունները, իրանց ասենք այդ հին ապրելակերպը, իրանց համար երանելի վիճակ էր եւ սրանք երանել էին տալիս եւ այդ մարդկանց ոսկորները անապատում մնաց, նրանցից ոչ մեկը, բացի երկու հոգուց, խոստացված երկիրը չմտավ Այսինքն կերան իրանց բերանից դուրս եկած պտուղներից։ Ուրեմն կա պտուղների ոլորտներ, որ մենք պետք է չխառնենք Սուրբ Հոգու պտուղների հետ, որովհետև մեր կյանքը ամբողջությամբ բազմակողմանի պետք է ունենա պտղատվություն, բայց մենք այսօր պետք է խոսենք հիմնականում ինչի մասին Սուրբ Հոգու պտուղների մասին։ Առաջի պտուղը, որի մասին մենք այսօր կյանք կառնենք եւ խոսենք, դա սերն է։ Հոգու համար առաջի պտուղը, ինչի համար, որովհետև հենց այդպես է սկսում Գաղատացիս 5-րդ գլխի 22-րդ խոսքը, որ ներկայացնում է մեզ հոգու պտուղները, սեր, կնդություն եւ այլն։ Ուրեմն Պողոսը խոսում է առաջի պարգևի մասին, սիրո մասին, որը հունարենով, ասենք, սեր բառը գրված է որպես ագապե, օգտագործում է որպես ագապե բառը։ Եվ այս ագապե բառը, որը ինքը իրանից նշանակում է աստվածային սեր, որովհետև կան սիրո տարբեր ոլորտներ եւ կան տարբեր սիրո չափանիշներ, բայց այս դեպքում օգտագործում է, օրինակ մենք հայերենում բոլոր դեպքերում սեր բառն ենք օգտագործում։ Երբ որ խոսքը գնում է ասենք դուխովքում հավի մասին, չէ, դեռ ասենք դուխովքի մեկը ասում է ախպերես դուխովքի այդ հավը շատ եմ սիրում, մեկն էլ ասում է չէ, ես էլ մանխալի խորովածն եմ սիրում, այսինքն սա այդ սիրո ձև է, նայած ով ինչ է սիրում, իսկ երբ որ մենք խոսում ենք էլի սիրո մասին, բայց արդեն երեխի սիրո մասին, մենք արդեն ուրիշ սիրո հետ գործում ենք, երբ որ դու ասում ես ես իմ երեխին գժի պես սիրում եմ, դա չի նշանակում, որ դու խոսում ես դուխովքի խորովածի մասին, դու խոսում ես քո երեխի սիրո մասին, երբ որ դու խոսում ես, որ ես իմ կնգան շատ եմ սիրում, դու չես խոսում արդեն այս ժամանակ քո երեխի սիրո մասին, որովհետև կնոջ սերը եւ երեխի սերը իրարից տարբերվում է։
Երբ որ դու խոսում ես, ասենք ինչ որ մի ուրիշ սիրո մասին, սիրում եմ լավ հանգստանալ, սիրում եմ, սա չի նշանակում, որ ասենք դու խոսում ես արդեն կնոջ սիրո մասին, կա ընկերական սեր, կա եւ 7-ը թե 6-ը սիրո, ասենք բնութագրեր կան, ձևեր կան, որ հայերենում այդ բոլոր 6-7 ձևերը մի բառով արտահայտվում սեր, բայց հունարենում այդ ձև չի, հունարենում այդ 7 սերերը տարբեր բառերով են մեզ, ասենք, ներկայացված։ Դրա համար շատ կարևոր է, որ երբ որ մենք մի բան կարդում ենք Սուրբ գրքում, մի բան փորձում ենք ավելի խոր ուսումնասիրել, օրիգինալին պետք է հետևել, նայել, հետազոտել, ուսումնասիրել, որպեսզի հասկանալ ինչ ձևն է, որ բառն է, որ օգտագործված է տվյալ դեպքում։ Եվ առաջի գործք առաքելոց 5-րդ գլխի 22-րդ խոսքը, երբ որ խոսում է եւ հոգու պտուղը սա է սեր, հենց այստեղ օգտագործված է որ բառը հունարենով ագապե բառը։ Եվ սա ագապե բառը ունի մի մեկնություն, որը նշանակում է աստվածային սեր։ Սա պարզ է մեզ համար։ Ուրեմն դե մենք ուրիշ սերերի կանրադառնանք, երբ որ մի փոքր առաջ գնանք, ես չեմ ուզում հիմա ասենք կանգ առնենք դրա վրա, ագապե սերը ասենք ինչով է յուրահատուկ։ Սա յուրահատուկ է նրանով, որ մարդուն մղում է անձնուրացության գործողության, որովհետև եթե ասենք մենք խոսում ենք ագապե սիրո մասին, սա միշտ գործ ունի անձնուրացության հետ, անձնուրացության հետ։ Հնարավոր չի ասենք դու ասես ես Սուրբ Հոգու այդ պտուղը ունեմ, սերը ունեմ եւ դա կապված չունի, ասենք քո անձնուրացության հետ, գին վճարելու հետ։ Այսինքն երբ որ աստվածային սերը դրսևորվում մարդու կյանքի մեջ, այդ սերը անպայման մարդուն մղում է, որ այդ սերը գործողություն անի եւ այդ գործողությունը միշտ կապված է անձնուրացության հետ, այդ գործողությունը միշտ կապված է զոհաբերության հետ։ Պողոսը, որ խոսում է Սուրբ Հոգու, ասենք այդ պարգևների մասին, ինքը առաջի Կորինթացիս 12-րդ գլխի մեջ խոսեց պարգևների մասին, բայց այդ խոսքի վերջում ասում է ես առավել լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։ Այսինքն պարգևները լավ բան են։ Մենք Սուրբ Հոգու պարգևների մասին արդեն խոսել ենք։ Սուրբ Հոգու պարգևները նույնպես 9-ն են եւ նրանք դրսևորվում են գերբնական ձևով։ Եվ այս 9 պարգևները ունենալը լավ բան է, բայց Պողոսը ասում է, ես ավելի լավագույն, ավելի բարձրագույն բաների մասին եմ ուզում ձեզ խոսել, ձեզ ներկայացնել։ Եվ որն է, որ ինքը արդեն 13-րդ գլխի առաջի Կորինթացիների 13-րդ գլխի առաջի խոսքում նա ասում է, նա սկսում է խոսել ուրեմն առավել այդ լավագույն ճանապարհի մասին, որը ներկայացնում է, որ դա սերն է։ Մենք գիտենք, որ առաջի Կորինթացիս 13-րդ գլուխը սիրո գլուխն է, եւ սա ագապե սիրո գլուխն է, այսինքն աստվածային սիրո գլուխն է։ Եվ այդտեղ ներկայացում է, թե ինչ է ներկայացնում այդ սերը իրանից, սերը իրանը չի փնտրում, սերը ասենք չի նախանցում, չի պարտանում, չի գոռոզանում, սերը ասենք տենց ես իմ մեծ բաներ կա չէ գնաց, ընչեր չի անում եւ ընչեր է անում։ Սերը պատրաստ է ասենք շատ բաներ դնի զոհասեղանին։ Եվ 13-րդ գլուխը ամբողջությամբ ներկայացնում է ագապե սիրո այդ հիասքանչ հատկությունները, այդ գերազանց հատկությունները, որ կա։ Եվ սա այն գերազանց ճանապարհն է, որ Պողոս առաքյալը փորձում է քրիստոնյայի ուշադրությունը հրավիրի, որ ով սիրելի քրիստոնյա, սա այն գերազանց ճանապարհն է, որով դու կարող ես գնալ։ Եվ ո՞րն է այդ գերազանց ճանապարհը։ Դա հենց սիրո ճանապարհն է, ագապե սիրո, այսինքն հոգու առաջի պտուղի ճանապարհն է, որով դու կարող ես գնալ եւ ունենալ այդ գերազանց հիասքանչ ճանապարհը։ Գիտեք, եթե ամբողջ աշխարհի քրիստոնյաները ընդամենը մի պտուղ ցուցաբերեին իրանց կյանքի մեջ, մի պտուղ, չեմ ասում 9-ներ ցուցաբերեին, մենակ մի պտուղ ցուցաբերեին, ասենք ագապե սիրո պտուղը ցուցաբերեին,
եկեղեցում, ժողովուրդը, աշխարհի մեջ, իրանց աշխատանքի տեղը, ուսման վայրում, ընտանիքում, դպրոցում, եսին որտեղ, եթե մենակ մի պտուղ ցուցաբերեն, այսօր ամբողջ աշխարհը քրիստոնյա կդառնար, ամբողջ աշխարհը կդառնար քրիստոնյա, եթե քրիստոնյաները սեր ցուցաբերեին մեկը մյուսի հանդեպ, այդ ագապը, այդ աստվածային սերը ցուցաբերեն, այսօր մարդկանց շատ բան ասել պետք չէր եղնի, որովհետև մարդը այսօր ինչի կարիք ունի, մարդը այսօր կարիք ունի, որ իրան սիրով վերաբերվեն։ Ինչքան վատ է, որ դու ասեն գնում ես մի հատ քո գործերով մի հատ կաբինետ ես դուռը թկացնում ես եւ այնտեղ սիրով չեն վերաբերում, արհամարանքով, sense կմհարանքով, sense վերևից նայելով, նսեմացնելով եւ ինչքան վիրավորված ես դու դուրս գալիս այդ կաբինետից, որովհետեւ այդտեղ քեզ սիրով չվարվեցին, բայց եթե գնում ես խանութ, տեսնում ես մի հատ երիտասարդ աղջիկ վաճառում է, սիրով sense խոնարհությամբ, բացատրում է, ուրախությամբ ասում է, sense ուղղակի շոյում ես, ասում ես չէ, ես մյուս օրներ որ գնամ, ասենք էլի առևտուր անելու ես աղջկա մոտ եմ գնալու, որովհետև շատ սիրով վերաբերվեց իմ հետ։ Սերը ինքը լեզու ունի եւ այդ լեզուն ինքը խոսացող լեզու է եւ այդ լեզուն ուզում է խոսի հատկապես քրիստոնյաների կյանքից, որովհետև մենք քրիստոնյա ենք, վերստին ծնված մարդիկ ենք եւ այդ սիրո լեզուն արդեն մեր մեջ դրված է ում միջոցով, Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգին այդ սիրո հեղինակն է եւ այդ սիրո Տերը եւ Տիրակալը Աստված է։ Սուրբ գրքում ասում է, որ Աստված սեր է։ Ուրեմն Աստծո անուններից մեկը ինչ է, սեր է։ Եթե Աստծո անուններից մեկը սեր է եւ այդ Աստված իր այդ անուններից, այդ հատկություններից մեկը Սուրբ Հոգու միջոցով բերել է, դրել է մեր մեջ, դա պետք է գործի, դրսևորվի։ Դա պետք է ցուցադրվի այս աշխարհի մեջ։ Եվ եթե քրիստոնյաները ճիշտ վերաբերվեն սիրո հետ, այսօր ամբողջ աշխարհին կարող են իրենք նվաճել, գրավել։ Ինչի համար, որովհետև սերը ինքը հզոր գործուն է քրիստոնեական կյանքի մեջ, աշխարհի մեջ, որը կարող է հաղթանակներ բերել։ Ամեն։ Հակոբոս առաքյալը մի հատ հետաքրքիր բան է ասում, ուզում եմ կարդալ Հակոբոս գրքի, Հակոբոս չէ, կա այդ ձևի գիրք, կա, երկրորդ գլուխ 8-րդ խոսք, սակայն եթե թագավորական օրենքը Սուրբ գրքի համաձայն է կատարում, պիտի սիրեք քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ, այդ ժամանակ լավ եք անում, ինչ լավ ասում Հակոբոսը, մի հատ էլ կարդամ էլի, լսեք ինչ ասում Հակոբոս առաքյալը, սակայն եթե թագավորական օրենքը, որն է այդ թագավորական օրենքը, այսինքն այդ թագավորի այդ թագավորի օրենքը դա Աստծո մասին է խոսքը, մի հատ օրենք ունի այդ թագավորը, եւ այդ թագավորական օրենքը Սուրբ գրքի համաձայն, ասենք, եթե կատարում ես, այդ թագավորական օրենքը սա է, սիրիր քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ, հասկանում եք, մենք ասում ենք մեկ մի հատ եղբայր ունենք Խաչիկ անունով մի հովիվ է, այս Խաչիկը, որ ամուսնանում էր, այնտեղ հովիվը, սակադրող հովիվը ասավ, եղբայր ջան, դու պետք է սիրես քո կնոջը քո անձիդ պես, եկել ես Խաչիկն ասավ, այ հովիվ ջան, ախր ես իմ անձը հետ չեմ սիրում, ես ոչ կարանում, իմ կնոջը իմ անձի պես սիրեմ, սաղ, ծիծաղից ուշները անցել են, բայց մի օր Խաչիկին հարց տվեցինք, ասենք, այ Խաչիկ ջան, դու վաբշե հաց ուտում ես, թե բայն չեմ անում, որ չուտեմ կմեռնեմ սովից, Խաչիկ ջան, բա դու ձմեռը տաք շորեր հագնում ես, հա բայն չեմ անում, որ չհագնեմ ծրտից կվատանամ, Խաչիկ ջան, բա դու բանիկ գնում ես, բա չգնամ որ մրիցս մակուր հոտ կա, վերջը Խաչիկը բանից պարզում է, իրան շատ է սիրում, ուղղակի ինքը խաբար չունի իրանով, որ ինքը իրան շատ է սիրում, փորը կուշտ պահում է, ջանը տակ պահում է, վաղտին լողանում է, գնում է աշխատում է, որ իր ընտանիքը սոված չմնա, Խաչիկը իրան սիրում է, մարդկանց թվում է, թե իրանք իրանց չեն սիրում, բայց հլա փորձես այդ մարդուն մի հատ ասես լսի,
Աչքիդ վերևը գիտես, որ ունքը ծուրն է, կաշխատի այդ մարդը քո ունքը ծռի, որովհետև դու իրան ասիր ունքը ծուրն է, կամ էլ աչքիդ վերևը ունք կա։ Մարդիկ այդ ինքնասիրությունից դրդված, ովքեր ասում են, վայ ես ինչ չեմ սիրում, հենց ոտը տրորում ես, աշխատում են գլուխը տրորեն։ Բանից պարզում է շատ են սիրում իրանք իրանց, բայց սում գիրքը ասում է այդ թագավորական օրենքը նայա, որ դու քո եղբորը այդ քո անձի պես սիրես, դու պատկերացնում եք, գալիս ես եկեղեցի եւ եկեղեցում տենում ես, որ բոլոր քրիստոնյաները իրար սիրում են, այնքան են սիրում, որ իրաց անձից շատ են սիրում, այնքան են սիրում, որ չեն ասում իմ ու քույա, ես իմ քույու իմա, սենց հավեսով իրանք իրար մեջ, այս անձի եղբորը իրար չափ սիրելու չափ օգնում է, բարձրացնում է, ամեն ինչ անում է, որ իր եղբոր համար շատ լավ եղնի։ Դուք պատկերացնում եք գաս ես ձևի մի հատ եկեղեցի, տենաս որ ես եկեղեցում, այ մարդ սաղ մեկը մեկի համար գժվում են, մեկը մեկին ենքան են սիրում, չեն վիրավորում, իրար չեն կոշտում, իրար չեն նեղացնում, ընդհակառակը սերը իրանց մեջ ենքան շատ է, իրար թերություններ չեն էլ ուզում նկատեն, իրար թերությունների վրասկի չեն էլ ուզում ուշադրություն դարձնեն, գիտեք, մենք ասում ենք քրիստոնյա ենք, չէ եկեղեցում, բայց մեկ էլ հանկարծ, որ մեկը սխալվում է, մի հատ բանը սխալա թույլ տալի, այն բանը խոշորացույցը վեր կալած, բժշկական պինցետը ձեռքները սառած, այն լանցետ պինցետ, եսի գործիքներ կան, այս քչփորում ենք, որ էլ ավելի խորը գնանք խոշորացույցով, այդ մարդը սխալվել է, մարդը մեղք է գործել, մարդը սայթակել է, մեկ էլ հանկարծ սերը այնքան մեզ խորնատանում, դատելու, քննադատելու, սերը այնքան խորնատանում, ասենք մարդկանց հանդեպ վատ վերաբերվելու, բոլորովին սա չի քրիստոնեական սերը, ագապի սերը սա զոհող սերը, Տերը իր խաչողների համար ասում էր, գիտեք, այս այ ասել է մի հատ, որ իրան մխում էին խաչի վրա, իր գլխին փշփսակ էին դնում, ինքը խաչի վրա մեռնելուց առաջ աղոթում էր հայր, ների սրանց, ների, այս այ ասել, հասկանում եք ինչ է նշանակում անձի պես սիրել, հայրների սրանց, որովհետև սրանք չեն հասկանում ինչ են անում, այսինքն մարդը կարա չհասկանալով ինչ որ բաներ անի, բայց եթե քո մեջ աստվածային սեր է բնակվում եւ Աստծո սերն է բնակվում, այդ ժամանակ դու չես ասում հայր, երկնքից կրակ իջացրա սրա գլխին սատկացրա սրան պրսնին, չի է, ասում է հայր, ների սրան, չեն հասկանում, ես մարդիկ չեն հասկանում ինչ են անում, օգնի իրանց, որ հասկանան, օգնի իրանց, որ փրկվեն, օգնի իրանց, որ իրանց միտքը նորոգվի, օգնի իրանց, որ իրանց կյանքը փոխվի, սա ագապե սերն է, եւ Տերը սա ուզում է, որ մեր մեջ եղնի, եկեղեցում, եթե սա եղնի, այդ եկեղեցին հաղթող եկեղեցի կեղնի, եթե եկեղեցում այս սերը գործի, այս եկեղեցին զորավոր եկեղեցի կեղնի, եթե այս սերը կարողանա, ասենք, դրսևորվի են իրա ողջ փառքով, վայելչությամբ ու գեղեցկությամբ այդ եկեղեցում բռնել չի եղնի, այսօր սերը կարևորագույն մի հատ արժեք է, որ պետք է եկեղեցին դրա մեջ դրսևորվի, խի ասենք Տեր Հիսուսը Սիմոնին 3 անգամ, Պետրոսին 3 անգամ հարցրեց Հովհաննես ավետարանի 21 գլխի մեջ ագերած 15-17 խոսքերը, ասում էր, սիրում ես ինձ Պետրոսը, Պետրոսն ասում էր, հա Տեր սիրում եմ քեզ, ասում էր դա արածացրա իմ հոտը, երկրորդ անգամ ասավ, Սիմոն, Պետրոս, սիրում ես ինձ, ասավ, Տեր սիրում եմ, բա ո՞նց չեմ սիրում, ասավ, դե արածացրա իմ հոտը, հա դուք երրորդ անգամ Պետրոսը բարկացավ, ասավ, Սիմոն, այ Պետրոս, դու ինձ սիրում ես, այ Տեր ջան, ախր դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, ոնց չեմ սիրում եմ, գիտեք, Պետրոսի հասկացած սերը եւ Տիրոջ հարցադրումը սերը առանցքորեն իրարից տարբեր են։ Երբ որ Տերը խոսում էր Պետրոս, դու ինձ սիրում ես, Պետրոսին ասում էր Պետրոս, դու ագապի սիրով ինձ սիրում ես։ Պետրոսն էլ գիտեք ինչի վրա էր ուշադրությունը իրա դարձնում։ Կա այդ ձևի մի հատ եբրայական սիրո անուն, որը կոչվում է ֆիլեո։ Այս ֆիլեո սերը սանկերական սերն է։
Պետրոս երեք անգամ ասում էր, հա դու իմ ընկերն ես, իմ մեծ աղբերն ես, ախր Հիսուս ջան, այս ֆիլիոսերով են ոնց են, չէ, ընկերական սերեր կան, որ սենց ասենք աղբերական սերը, էլի աղբերությունը սենց, այ Հիսուս Պետրոսը այս աղբերական սիրով ասում էր, հա դե ես քեզ սիրում եմ, բայց Հիսուսն ասում է, չէ, ինձ պետք չէ որ դու ինձ աղբերական, ընկերական սիրով սիրես, այ Պետրոս, ինձ պետք է որ դու ինձ սիրես Ագապե սերով, անձնուրած, որտեղ որ կյանքդ կդնես, որտեղ որ քո կյանքը կզոհաբերես, այս սիրով եմ ուզում, որ դու ինձ սիրես։ Հասկանում եք, Տերը ինչ է ուզում, ինչ է պահանջում այսօր եկեղեցուց։ Այս սերը արդեն դրված է մեր սրտերի մեջ։ Եփեսացիս 5:2 ասում է. «Սիրով ընթացեք, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ եւ ինքը իրեն մատնեց մեզ համար անուշաբույր զոհ ու պատարակ Աստծո»։ Ուր է տանում սա, այս խոսքը։ Այս խոսքը մեզ տանում է հետաքրքիր մի հատ ճանապարհորդության։ Ասում է սիրով ընթացեք։ Այս ընթացքը ինչ բնույթ պետք է կրի։ Ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ։ Որն էր այդ Քրիստոսի սերը, որ սիրեց մեզ, ինքը իրան մատնեց մեզ համար անուշաբույր զոհ ու պատարակ Աստծո։ Այ սա է, որ ընթացքը պետք է ցույց տա քրիստոնյան։ Պատրաստ է քրիստոնյան իր, ասենք, այդ թագավորական սիրո համար իր անձը դնի իր եղբոր, իր քրոջ համար։ Պատրաստ է։ Եթե քրիստոնյան պատրաստ չի իր անձը դնի զոհաբերության, զոհասեղանի վրա քրոջ եղբոր համար, ուրեմն դա ագապե սերը չի, դա ընկերական սեր։ Դա, ասենք, մի հատ սեր է, որով որ դու կարող ես տենց եղբայրական, ընկերական, մի հատ սեր է, որով դու ընթանում ես, առաջնորդվում ես, գնում ես, բայց դրա մեջ, ասենք, չկա աստվածային սերը։ Ամեն։ Ուրեմն միայն ագապե սերն է, որը բավարարում է Աստծո պահանջները։ Չկա ուրիշ սեր, որ բավարարի Աստծո պահանջը։ Ինչի՞, որովհետև սերը միակ զենքն է, որ կարող է վերացնել թշնամությունը քրիստոնյաների միջև։ Այս միակ զենքն է, ուրիշ զենք չկա։ Ինքն էլ է այս զենքով պայքարում։ Դուք պատկերացնում եք, եթե Աստված ագապե սերով մեզ չսիրեր ամեն օր։ Մենք ամեն օր մեղք ենք գործում, հա դու մի հատ քննի քո անձը, լատես օրը քանի հատ մեղք ես գործում, քանի անգամ ես Աստծուն նեղացնում, քանի անգամ ես Սուրբ Հոգուն նեղացնում, քանի անգամ ես սայթակում, ամեն անգամ ինչ սխալներ ես թույլ տալի։ Դու պատկերացնում ես, եթե ագապե սերը չլներ, ամեն անգամ Տերը ես, ասենք, անձնուրաց սիրով չներեր, որտեղ մենք վաղուց մեր ակաշները հոլորած կլներ, անկյունում կայնացած կլներ, մեզ էլ քացով տված դժոխք գցած կլներ, բայց լա իր սիրո համբերությանը, լա իր սիրո մեծությանը, եւ սա ասենք այն միակ զենքն է, որ իրոք թշնամությունը վերացնում է։ Մենք մեղք ենք գործում, ինքը ասում է, չէ, սա իմ թշնամին չի, լա սպասի մի հատ եմ շանս տալիս։ Մենք սխալ ենք անում, Տերը մեր հանդեպ չի թշնամանում, մեզ նորից է շանս տալի, ասում է, չէ, ես նորից կհամբերեմ, մի հատ էլ կհամբերեմ իրան, մի հատ էլ կսպասեմ իրան, մի հատ էլ շանս կտամ իրան, որ ինքը անպայման փոխվի։ Ուրեմն սերը իրար չատելու զենքն է, սերը պահպանում է միաբանությունը, տանը անպայման կարդացեք 2 Կորինթացիների 2-րդ գլուխը 5-րդ խոսքը ու 7-ից 8 խոսքերը։ Ինչի է բերում հանգեցնում սերը։ Սերը բերում է համբերություն, երբ մարդը հանդիպում է կյանքի դժվարություններին։ Սերը չի հանդուրժում մեղքը, սերը չի հանդուրժում անօրինությունը, չարությունը, սերը ի վիճակի է ծածկել մեղքերի բազմությունը, շատությունը, որովհետև սա Աստծո կարևորագույն հատկությունն է, որ այսօր ամբողջ մեր կյանքի ընթացքում մենք ականատես ենք եղնում։ Տերը անընդհատ մեր մեղքերը, մեր հանցանքները իր սիրով ծածկում է։ Եվ սա Տիրոջ հատկությունն է։ Եվ Տերը ուզում է, որ սա
դրսևորվի մեր կյանքի մեջ, ձևավորվի մեր կյանքի մեջ։ Ամեն, ով հասկացավ ինչի մասին մենք խոսացել։ Ուրեմն երկրորդ բանը, որ պետք է այսօր խոսենք, քանի որ շատ կա բաներ ասելու, բայց ժամանակը չի մեր ներում, աշխատենք գոնյա մի քանի պտուղների անդրադառնանք, ընդմիջում անենք, թե 10 րոպե։ 10 րոպե, նվերեք 10 րոպե ընդմիջում անենք, մի հատ ջուր խմեք, սուրճ խմեք, մի հատ թարմացեք, 10 րոպե, որ մենք ժամանակը շատ չանենք, վերադառնանք։ Nic. Ești ca cheiva. YouTube-ul te să ai de ce o